այս մարդը չի կարողանում բանկային անվտանգություն ապահովի մեր երկրում, ուր մնաց երկրի անվտանգություն, ինչ շատ հարազատ բժիշկ մարդ, որը առավոտից երեկո կյանքեր է փրկում, 10 միլիոն դրամ խաբել են Ամերիա բանկի, հաշվից տարել են զանգի միջոցով։ Եվ ակնհայտ է, որ ինքը բարեխիղճ բանկի հաճախորդ է եղել, այս օրինակը շատ կարևոր է, որտեղ տասնյակ հարյուրավոր հայ մարդիկ այսօր խաբվում են ու առավոտյան արտանում են 10 միլիոնից ավել վարկ ունեն, որով իրենց երեխային, թոռնիկին կամ իրենց համար մի անգամ կոնֆետ չեն գնել կամ մի հեռախոս չեն գնել նոր բջջային, չի ապահովում անվտանգությունը, չկա պետություն, որը ձեռքը կխփի սեղանին, կասի գիտեք ինչ կա, նայեք տեսեք այդ փողերը ուր է գնացել, 10 տարբեր տեղ փոխանցելով կորել է եւ հայեր էլ չեն անում, այսինքն ռուսերենով զանգում են, նայում ես համարի կոդը, Ֆրանսիայի է, Գերմանիայի է, Եվրոպայի է, հեշտ է փոխելը դա, կարող է Ադրբեջանից են զանգում, կարող է Վրաստանից են զանգում, ինձ էլ են զանգահարել, ժամանակին գլխի ընկա, թե ինչ է կատարվում, բայց ուր է անվտանգությունը, երբ որ 10,000 թոշակից են, չէ՞ խոսում, մարդկանց ու 10 միլիոն դրամ վարկի տակ են դնում, գուցե դրսի ուժեր կամ ներսի խաբեբաներ, ինչ կապ ունի։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։